Նիհաո, ես Դավիթն եմ, բարի գալուս էլեկտրոմոբիլների աշխարհ։ Ժողովուրդ ջան, այսօր եկա սպասված Lion 07-ի արդար ազնիվ անաչառ ռևյուն լինելու իմ ներկրած։ Ինչպես գիտեք, այս մեքենան քվոտայից չի օգտվել ու հաճախորդի վրա նստել է $32500 ընդհանրապես, բայց հիմա քանի որ արդեն քվոտա կա, 3500-ը մինուս արեք 29000։ Ջրիգին, կարելի ասել, այս գժական լյուքսային top մեքենայի համար, որը որ Tesla Model Y-ին ուղղակի սենց ցբխում է պատերով մի ուրիշ տիպի, ուղղակի անհամեմատելու են։ Ինքը ուղիղ մրցակիցն է Tesla Model Y-ի, բայց իր խարակտերիստիկաներով, ինտերիերի հագեցվածությամբ, արտաքին տեսքով ամեն ինչով այդ Model Y-ին սենց ցբխում է պատերով միանշանակորեն ու աներկբա վարորդն ջան չնեղանակ Tesla-ի, բայց փաստը, այս ավտոն, ասենք, երկու գլուխ բարձր է Tesla-ից, թխեն մարդիկ Tesla-ին զարմանում են։ Թողելով այս Lion 07-ը առանց ուշադրության, երբ որ ինքը վերջն է, ուղղակի վերջն է այս գնի մեջ, թափ-թազա ավտո է, ասենք 29000-ով լյուքսային, տոպային 600 կմ գնացող 0-ից 100 ընդամենը 6.7 վայրկյանում, ինչը լավ արագ է, որովհետև Lion 06-ը 7.7 էր։ Ուսա զգացվում է մի վայրկյանը մի հատ ծարեր ձորեր է։ Էլ չասեմ, որ այս 313 ձիա, ուժ այս 06-ը 240 էր ընդամենը։ Ժողովուրդ ջան, մի խոսքով էս մի հատ գազան, լյուքսային, գժական ավտո է, իսկ սա 4 քաշողը հարգարժաններս Tesla Model Y-ի 4 քաշողի պես 4.3 վայրկյանում է գնում 0-ից 100, բայց արժի, ասենք, նորերը, եթե համատենք, արժի մի $15000 ավելի էժան։ Ասենք, ինչ Tesla Model Y։ Մի խոսքով համեցեք Lion 07 գնացինք։ Ժողովուրդ ջան, մեր Lion 07-ն է, դիզայնի առումով, ստեղ ոչ մի պրետենզիա, ոչ մի խնդիր, ոչ մի դիսգարմոնիա, դիսբալանս, ինչ որ տապորական լուծումներ, գերազանցա, կատարյալ է, տոպից տոպ, 10-ից 10 Wolfgang ջան հալել է։ Այս ավտոյի ինտերիերի դիզայնը բոլոր կողմերից, ժողովուրդ ջան, բոլոր կողմերից գեղեցիկ է։ Ի տարբերություն Lion 06-ի, կարակ ռևյուն տեսնեք այնտեղ, որ քանդակած էր դիմացի դիզայնը, ի տարբերություն Song Plus-ի, որը հետևի դիզայներ քանդակած ու չէ բռնում դիմացինի հետ, ստեղ ոնց տեսնում եք, ամենի շատ հարմոնիկ է, գեղեցիկ է, տոպից տոպ է, լուսարձակների անիմացիան հեսը կտեղազեմ կտեսնեք, շատ գեղեցիկ է գիշերը, շատ, իրոք բոմբա։ Մի խոսքով այս ավտոն դիզայնի առումով Եվերի BYD-ի ամենաստացված մեքենան է, որ բոլոր կողմերից գեղեցիկ է, ներդաշնակա, սպորտային է, հարմոնիկ է, մի խոսքով իրոք շատ գեղեցիկ է, Wolfgang ջան հալել է։ Այս լուսարձակները, հեսա տեղադրեմ նորից, տեսնեք ինչ էֆեկտ ունեն գիշերը, շատ ավելի գեղեցիկ են, քան Song Plus-ի մոտ։ Առհասարակ այս մեքենան Lion 06-ին հաղթում է հաստատ, Song Plus-ին հաղթում է, Leopard-ին հաստատ հաղթում է, ու Yuan Plus-ին էլ հաղթում, Yuan Plus-ը գեղեցիկ է կարծում եմ։ Մի խոսքով դիզայնի առումով իրոք շատ գեղեցիկ է, ինչ արդար են արդար։ Միայն մինուսներից հիմա թեթևի մեջ նշեմ ձեր համար ժողովուրդ ջան, այս արկաներն է, որը որ էլի փայլուն ռայալնի լակ է, չնայած 4 քաշողի մոտ մատովի է, չգիտես խի, ինչ որ էլի ռասիստական մոտեցում են դրսևորել ձեր աշխատողները հարգարժան Վան Չուան Ֆուջան, ասենք մի հատ հարցական խիատ է հենց։ Ստե մենք դե արդեն ինչպես գիտեք GATS I ունենք, 12 կամերա ընդհանուր, մեր բռնակները գժական ներս ու դուրս ալնող, ստեղ արդեն BYD գրած, բեցկուչիվոյ դոստու, բայց դե իհարկե կրկին ու կրկին մենակ դիմացում ունեն, հետևը չունեն, իհարկե ուրա չկա։ Մեր գժական նախսեմ մի հատ սպոյլեր ունենք ժողովուրդ ջան։ Լույսով գեղեցիկ, նու էլի կամերա։ Մի հատ այստեղ շատ գեղեցիկ սպոյլեր ունենք, էսla շատ սպորտային տեսք հաղորդում, էս էլի տոպից տոպ, շատ գեղեցիկ արված։ Դե լուսարձակները ուղղակի կոնկուրենցիայից դուրս է, եւ ոչ մի BYD մեքենա ասենց գեղեցիկ հետևի լուսարձակ չունի։ Մի հատ նորից նայեք գիշերը թե ինչ տիպի գժական լուսավորություն ապահովում։ Մի խոսքով շատ գեղեցիկ մեքենա է, ու ստեղ էլի կրկին է ռայալնի լակն է, էլի մինուս հարգարժաններս, ասենք էլի են Toyota-ի վիճակն է, ասենք էլի որ Toyota, Nissan, ասենք խի եք սենց անում էլի։ Էսի մինուս։ Բեռնախցիկը բավական մեծ բեռնախցիկ ունենք ժողովուրդ ջան, տարողունակ, էլի Lion 06-ից մի քիչ զիջող իհարկե, 580 լիտր է, բայց դե ինչպես հիշում եք, Yuan Plus-ի մոտ 430 է ընդամենը, իսկ Leopard-ի մոտ 370 է։ Մի խոսքով էսի Leopard-ից երկու անգամ ավելի մեծ բեռնախցիկ է,
տոպից տոպ, էսի հենց մեծ ընտանիքի համար ավտո է։ Լապարդը ոնց իմացակ ընտանեկան ավտո չի, իր պուճուրիկ այդ բեռնախցիկով։ Ունենք էլի Dana audio սիստեման գժական։ Ու այստեղ կրկին ու կրկին ունենք բավական խորը նիշա, այս էլի մեծ պլյուս։ Մի խոսքով բեռնախցիկը 10-ից 10, ոչ մի պրետենզիա, գժականա, բոմբա, ու իհարկե էլեկտրապրիվոտ, չնայած սա full կոմպլեկտացիան չի։ Մեր սնուցման բնիկների բլոկը հեսա տեսնենք ռեզին ունի, ահա, խնդրեմ։ Արդեն ռեզին գործարանից ունենք, ամոթ կներ որ չլներ, լավակա, ուրա։ Մեր արագ դանդաղ սնուցման բնիկներն մի խոսքով ստեղ էլի ոչ մի պրետենզիա 10-ից 10։ Ուրեմն դուրը, Ժողովուրդ ջան, էլի բավական ծանր դուրը, էլի Siline 06-ի պես որակով, առհասարակ այս մեքենան Siline 06-ից ավելի բարձր է կլասով ու դա զգացվում է։ Դա զգացվում է Ժողովուրդ ջան, թե իր մատերիալների կատարումով։ Ըստ մենք ունենք Dvaynoye ստիկլո ասվածը, ու ձայնամեկուսացումը այս մեքենայի բավական լավն է։ Ու դրան փակելու ձենել, էլի շատ հարուստ, ինչ-որ $100,000-ից ավտո է ձենա գալիս, դուրը փակելու, շանց այս ավտոյի արժեքը մաքսա զերծումով 32,500 է եղել, բայց հիմա կվոտայի մեջ լինելու է 29,000-ի կարգի։ Մեր անվադողերն են, Ժողովուրդ ջան, R19 չափի 205-50 ստանդարտ ու բավական գեղեցիկ անվահեցելի դիզայնը, նույնն է ինչ Siline 06, այսինքն Siline 06-ը վերցրել այս 07-ից, այս դիզայնը։ 4 քաշողի մոտ օրինակ այդքան է գեղեցիկ, չի, հեսա տեղադրում տեսեք, իմ կարծիքով այս միջին կոմպլեկտացիան ոչ 4 քաշողը շատ ավելի գեղեցիկ անվահեց ունի, քան թե 4 անգամ 4-ը։ Այստեղ են բավականին շատ գեղեցիկ, սլացիկ դիզայներական լուծումներ, ամեն ինչ մտածված, մի խոսքով ոչ մի պրետենզիա, լուսարձակները ոնց ասացինք շատ լավն են ու լուսավորությունը շատ լավն է, ի տարբերություն Siline 06-ի, որ ասենց անդազահան են արել մեջտեղից։ Մի հատ կոմենտներում դրեք, խենք տենց արել հարգարժան Wolfgang։ Նու քանի որ այսի սև մեքենա է, տենց կամերան տենց չի երևում ճպցրած, բայց համենայն դեպս որ սպիտակները կերևար։ Ու այս մեքենայի լուսածերպը ըստ դոկումենտների Ժողովուրդ ջան 19 սանտիմետր է։ Ու ոնց որ դա այդքան էլ կա։ 190-195։ Հա, ու մի հատ է մեծ պլյուս, ի տարբերություն Siline 06-ի, ինչպես կարող եք տեսնել հարգարժաններս, մենք այստեղ ունենք մարդավարի պարոգներ, այսքան, ու ինքը ամբողջությամբ, ոնց տեսնում եք, փագում է։ Ստեյով չի ավարտվում էլի, ոնց որ Siline 06-ի մոտ հարգարժան Wolfgang ջան։ Այլ մարդավար ձևով այսքան իջնում է։ Մի 20 սանտիմետր իջնում է ու գրկում է ամբողջությամբ փագում է, ու կեղծ այդտեղ չի մտնի։ Ի տարբերություն 06-ի։ Էսի մի հատ էլի մեծ պլյուս։ Նու մեկ էլի մինուսներից էսի ավանդական ռայալի լակն է ստեղ, կրկին ու կրկին բան չի փոխվել, ճկլաս տապոր վիճակ։ Էսի պետքա փագել միանշանակ, էսի մինուս։ Էսի խազվելու է մի ուրիշ տիպի։ Ու մեկ էլ կուզենայի նշեի, որ կողային հայլիները տեսադաշտը այդքան էլ մեծ չի, օրինակ զիջում է U1 պլյուսին հաստատ երկարությամբ։ Մի խոսքով տենց միջին վիճակ, ստեղ չեմ կարող ասեմ ինչ որ գժական հայլիներ են, չէ, փոքր է։ Կարար ավելի մեծներ հաշվի առնելով այս մեքենայի մեծ գաբարիտները, հարգարժան Wolfgang, էդի մինուս։ Էսի միանշանակորեն մինուս, փոքր է։ Հա, կա Dacia Clipper-ոն բան չասեցի տենց այս ավտոյի համար է փոքր, ասենք չգիտեմ, BYD King Plus-ի համար նորմալ կլինի, հա, բայց էսի ասենք Siline 07 է, էլի։ Չգիտեմ, էսի խնդրահարույց եմ համարում։ Բայց դե ընդհանուր ոնց տեսնում եք, ստացված, կայացած գժական մեքենա է, հաստատ Tesla Model Y-ին պատերին ցբխող, միանշանակորեն։ Շատ ավելի էժան ու շատ ավելի լավ է, շատ ավելի հագեցված։ Ցինկապատման տեստ անենք Ժողովուրդ ջան, սարքս փոխել եմ, էսի արդեն ավելի ճշգրիտ ասում, էլ չի կլորացնում, 147, 160, բավական լավ ցուցանիշ, 153,
167 մի խոսքով բավական լավ 150-ից բարձր է կարելի ասել հակապատ շորտը 158 կապոտը 130-ը դե այս դիմացի շիթը պլաստմասա ստոյկաները 107-5 գերազանց ցուցանիշ 107-ը գերազանցը 177 նու իհարկե ինչպես միշտ 0 ռեակցիա բագաժնիկի վրա էսի կրկին ու կրկին պլաստմասա հայգարժան վան Չուան ֆուջան դա չեղավ արդեն էլի ասենք խիա ցելի բագաժնիկը պլաստմաս ասենք էսը լյուքսային ավտո է ասա 0-ից չի չեղավ էսի մինուս այս գնի համար էսի մինուս $32500 փող անստել նու մաքսը զերծումով այդքան ասենք խիա պլաստմաս ասենք մի հատ մեծ հարցական ամոթ ձես հա ու քիչ եմ մնում մոռանա ես ցինկապատման դենս արքը ցինկապատություն ցույց չի տալի ժողջան մի խոսքով ոնց տեսնում եք ինքը համել ցինկապատ է տեսնենք դիմացը ինչ ունենք ժողջան ուրեմն գազովի ուպորներ ունենք արդեն լյուքսային ավտոին հարիչ ու ոնց տեսնում եք ունենք դիմացի ֆրանկ նաև կրկին բայց դե արդեն ինքը 0.6-ին սիլային 0.6-ին միանշանակ զիջում է կարծեմ 56 լիտր ընդամենը իսկ 0.7-ի մոտ այսպես լրիվ sense խորը 110 լիտրանոց մի հատ բասեին էր այսի միանշանակորեն եթե համատենք 0.6-ի հետ էսի մինուս Վոլգանգ ջան ավտոն ավելի մեծ է բայց դիմացի ֆրանկը ավելի փուճուր է չգիտես խի մի հատ մեծ հարցական կոմենտարում գլխի ասենց էսի փուճուր է էսի սիլային 0.5-ից էլ է փուճուր ես կասեի հա 0.5-ի մոտ կարծեմ 70 լիտր է ժող ջան ստե 50 քանիս է էսի մինուս կա բայց բավարար չի մեծ բան չես դնես դա հետևի նստատեղն է ժող ջան ու ինչպես տեսնում եք էլի ֆուտբոլի դաշտ է լեն ու բոլ լիքը տեղ կա ստերի հանգիստ 4 հոգի հանգիստ կնստի ու ես միանգամից վազելով առաջ ցույց տամ ձեզ այս նստատեղերի գժական այս ֆունկցիան այսքան կարա հետ գնա ու այսպես հետ պարկի նստատեղը այստեղով ահա խնդրում ու որ նստում ենք այս հետ գցած նստատեղի վրա մի քանի անգամ ավելի հարմար է քան ստանդարտ ձևով գերազանց է ուղակի դա նստատեղերը այսի արդեն լյուքսային տոպից տոպ BYD սեգմենտ է արդեն Song L BYD Seal 0SGT մյուս տիպի որակով գժական շատ որակով պատլակոտնիկը ինչպես տեսնում եք էլի լյուքսային մատովի գերազանց այսպես լյուքսային կատարումով արդեն ամեն ինչ դորը գբակատ ոնց ռուսները կասեին ըստը արդեն զամշապատ մատերիալը գժական մի խոսքով տոպից տոպ մատերիալները այս ավտոյի մոտ գժական են առհասարակ 10-ից 10 կարամ տամ այս ավտոյին թե դիզայնի առումով թե մատերիալների առումով ու բացառությամբ երկու փուչու բանը ինչ է հեսա ասում ըստեղ փակվում է այսպես գեղեցիկ ունենք մարդավարի կարվանչիկներ 3 հատ ոնց պետք է լինի չեն կերը այս մեր դուրը էլի տոպից տոպ բոմբից բոմբ բռնակը այսպես գեղեցիկ ինտեգրված ընդհանուր դրան դիզայնի մեջ շատ գեղեցիկ է այս հատվածն է շատ ֆուտուրիստական գեղեցիկ ու հարմար արած որակային առումով 10-ից 10 այս ամեն ինչը գերազանց BYD կատարյալ մատերիալներն է Վոլգանգ Էգերջան հալալա նույնիսկ էսի որ չոր մատերիալ է ժողջան բայց էլի 10-ից 10-ը որտեվ ինքը որ իրան կպնում ես դու զգում ես որ ինքը soft touch է ստե որակ կա դիշմանսկի պլաստիկ չի այլ ինչ որ հանգանոց ալյումինոտ ինչ որ գժական մատերիալ է ինչը էլի 10-ից 10-ը չնայած որ չոր է առաստաղի մատերիալը էլի շատ փափուկ շատ գժական պանորաման էլի բավականին մեծ բայց մեկը wow էֆեկտն չկա Toyota BZ3X-ին զիջում է այդ առումով что правда то правда դինամիկները դան աուդիո են ստեղ բարձրակարգ մի խոսքով տեղի առումով Ժողջան դա հետևը հանգիստ 4 նիհար մարդ կնստի միանշանակորեն կատարյալ է Սա ամեն ինչում կա արդեն որակ, էսի արդեն պրեմիում կլասի ավտո է։ Հա, ու մեկ էլ ամենամեծ մինուսը այս ավտոյի ինտերիերի, այս պուճուրիկ հտնայեք մի հատ ասենք, եմ որ բուկվայդու չգիտեմ։ Տեսադաշ չկա կարելի ասել, էսի մինուս, Վոլգանգ ջան, էսի մինուս։ Ես կարծում եմ Yuan Plus-ի մոտ ասենց պուճուրվածի մի գոնի մի այսքան է, էլի։
Այստեղ կատաստրոֆիկ փոքր է ու իրոք ասենք դիսկոմֆորտ է ստեղծում, չգիտեմ։ Գոնե կամերա լիներ հետևը ավատարի պես էլի, եթե ասած փուճուր պետք է լինի։ Մի խոսքով էսի մինուս։ Վոլգանք էսի մինուս հաստատ։ Շատ փուճուր է։ Շատ դիսկոմֆորտ է ստեղծում, մի տեսակ չգիտեմ, ես նեղվեցի ես փուճուրիկ հետևի տեսադաշտից։ Ժողովուրդ ջան, ուրեմն վաղորդի նստատեղն է։ Ու մի ուրիշ տիպի կոմֆորտ եւ ույուտ վիճակ մենք այստեղ ունենք՝ ի տարբերություն Tesla Model Y-ի, որը թույլ իմացություն եմ համարում, հենց կոմֆորտի, ինտերիերի կոմֆորտի, ույուտի, փափուկ մատերիալների, դիսպլեյների առկայության, մի խոսքով այդ ամեն ինչի առումով, չգիտեմ, այս ավտոն ցբխում է Tesla-ին պատերով, ուղղակի պատերով, այդ Model Y-ին մարդիկ առում ես չեմ հասկանում, անկեղծ։ Ինչի՞ս է չկպնես, իրոք գերազանց է, կատարյալ է։ Նույնիսկ այս հատվածը, որ ես բողոքում էի Skyline 06-ի մոդելի բյուջետային էր ավելի, ստե արդեն high level է, ստե լրիվ փափուկ soft touch մատերիալ, այս լուծումն է շատ գեղեցիկ արված, տեսեք էրգոնոմիկան կատարյալ է այս մեքենայի մոտ, իրոքից մարսկոյ թեմատիկան է, բայց պերեբարշի չեն արել, չափի մեջ է, դուր բացելու բռնակն է շատ գեղեցիկ ոճային, այս մատերիալը ոնց արդեն ասացի, չոր է, բայց soft touch է, 10-ից 10 է, թանկանոց է, չկլաս պլաստիկ չէ, այն հոնչների պես։ Ստեղ ամեն ինչ գերազանց է, ստեղ գերազանց է, ալյումինիա էլի ոչ չխազվող վիճակներ, դե մենակ ստեղ է գոլի պլաստիկ, էսի նորմալ է, բոլորի մոտ ասենց այս գնային սեգմենտում, նենց չի որ $50,000 ավտո է, էլի չէ։ Գերազանց է, ղեկը շատ հարմար, լյուքսային, էլի Skyline 06-ը ստեյց է վերցրել իր ղեկը, ու շատ հարմար է։ Ստեյց կարող ենք բռնենք, ստեյց որտեղից ուզենք կարող ենք բռնենք, մի խոսքով կատարյալ է։ Ну, կնոպկաների առումով կարծում եմ լեոպարդին զիջում է, հա։ Առասարակ լեոպարդը ղեկն շատ լավն էր, էս էլ է բայց լավը մի խոսքով։ Դիսպլեյը արդեն 12 կամերա, ինչ ուզես, ոնց ուզես, ամեն ինչ տենում ենք, այստեղ ավտոներ, մարդիկ, մի խոսքով դապոլներիան էս կոչվածն է։ Ну, էսի պրոյեկցիա չունի, որտեղ full կոմպլեկտացիան չի, էսի միջին smart sailing կոմպլեկտացիան է, ինչպես պետք է լինի մեծ 15.6 դյումանոց էկրան, ժողովրդյան չնայած որ արդեն չի ֆորմ ցավոք սրտի։ Զամշատ պատ 50 վատանոց անլար լիցքավորումը մենակ ստեղ հովացումով, էլի գերազանց է։ Այս մատերիալն էլ է գերազանց, ASC, բայց էսի արդեն մինուս, հարգարժան Wolfgang, անցնենք հիմա մինուսներին, թեթևի մեջ մինուս, այսինքն թեթևի մեջ ասելով մինուս է, էլի ռեալին լակ այն Song Plus-ից թևակողած խեք, էսի բերը չպսրել Skyline-ի մեջ, այս հատվածը ես չեմ հասկանում ոչ մի տիպի, էսի պրավալ, ասենք, այս sense մտածել եք, sense գեղեցիկ մարսկոյ թեմատիկա եք հնարել, կատարյալ, իդեալական ու բերել եք այդ Song Plus-ի այս չկլաս լակապատ պիտոմ այս կնոպկաներն են, sense մի հատ մեծ կնոպկա է, ու իդեքա տաբեր, բայց ինքը մի հատ է, էլի այս կնոպկեն, մի խոսքով խազվում է, ռեալին լակ է, մի խոսքով էսի մինուս։ Այս անք են ֆիզիկական, էսի լավ ման է շատ, ինչպես դա արդեն գիտեք, ռեկուպերացիան ռեժիմներ փոխելը։ Մի խոսքով էսի արդեն գիտեք, էս էլա, այս որոշումն է շատ խնդրահարույց։ Ինչ-որ sense, չգիտեմ, էլի կամ ստեպը տիներ արդեն մարդավարի ձևերով։ Կամ Yuan Up Song L Yuan Plus-ի պես ռիչա կամ կրիստալ ավելի ճիշտ էլի, բայց ոչ թե այս փուճուրիկ պնթիկը, էս էլի խնդրահարույցում համարում, էլի մինուսում համարում։ Բավական շատ տեղ ունենք ստեղ, բավական, էսի պլյուս, ուներսը էլի զամշատիպ արդեն high level վիճակա, թանկանոց ավտոյին հարիչ, ստեղ էլի շատ որակյալ է մեր մատերիալը, էլի լիքը տեղ ունենք ստեղ, բավական խորն է, դե նստատեղերը ոնց արդեն ասացի, գերազանցա մենակ մինուս կա, որ եթե հետևիները Պատգալովնիկը ռեգուլյորովկա լինում է, ստեղ Yuan Plus-ի պես ցավոք սրտի չի լինում ու էսի կարծում եմ մինուս է։ Էսի Yuan Plus-ի պես sense մի կտոր է, ինչը երկար գնալ ճանապարհ գնալուց կարծում եմ կհոգնածնի, բայց վստահ չեմ, միգուցե եւ չէ։ Էսա որ էլի ռեալնի լակ է, այս մի հատ այս ամբողջությամբ այս հատվածը, դա էլ է մի հատ մինուս։ Մեկը մի հատ էլ մինուս նշեմ, երկու հատ ավելի ճիշտ, այս կրկին մինուս էլի, որտեվ բանա լեոպարդի մոտ գժական ֆիզիկական կոճակներ են, իսկ ստեղ Yuan Plus-ից թևակողած ճկլաս վիճակ, երիքչի սենսորա մի հատ էլ լակապատ ու ռայալնի լակ։ Ստեղ ունենք մի հատ պլյուս կարելի ասել, սրահը նկարող կամերա, ինչպես նաև ստեղ ունենք հոգնածության դաչիկ։ Բայց մինուսներից հարգարժան Wolfgang ջան, Վան ջան, ասենք ուրա մեջ ակնոցների պահոցը, ես չհասկացա։ Ասենք Song Plus-ը կարծեմ ունի, Skyline 06-ը կարծեմ ունի, այս 07-ը, որ էլ ավելի թանկ էլիտար է, ասենք խիչ ունի։
Լավ չեք դուք։ Ուրա։ Ուրա այս լյուքսային ավտոմոբիլ ակնստերի պահոցը։ Չկա Ժողովուրդ ջան, տուպը չկա։ Մի հատ ինձ հարցական կոմենտում գրեք խի։ Այստեղ ունենք բավական լավ մեծ հայլի։ Այստեղ ունենք բավական նախ այս հատվածը նշեմ, որ էլի շատ փափուկ կաշվեպատ արդեն թանկանոց ավտոին հարիր մատերիալ է։ Այն դուբովի ճկլաս վիճակը չի ոնց որ UAN+, այնտեղ Silayan 06, UAN+, նույնը ստեղ էս ռուլի տակ, էլի գժական սաղ փափուկ արել են, ու մի հատ մեծ պլյուս էլի կրկին, որ ստեղ ներսը մենք էլի ունենք զամշապատ, էլի high level վիճակ, որը որ զուրկ են մնացած բոլոր ավտոները մինչև 30,000-ի մոտ, մեջ BYD-ի մոտ, ստեղ արդեն զգում ես, որ այս ավտոն թանկանոց է։ Իր մատերիալներից, իր էրգոնոմիկայից, դիզայնից, մի խոսքով այս գումարին ինքը արժի։ Հա թանկ է, բայց գին որակ հարաբերակցությամբ ինքը էլի չի զիջում Silayan 06-ին կամ Leopard-ին, այս միջին smart sailing տարբերակը Ժողովուրդ ջան, որտեվ միջինից բարձրը intelligent lidar-ով արդեն էլ ավելի թանկ է, ու դա արդեն գին որակով կարծում եմ պարտվում է, որտեվ մի երկու բան են ավելացրել, adaptive կախոցն ավելացրել, lidar-ն ավելացրել, պրոյեկցիան ավելացրել, բան չասեցի, բայց նրա գինը արդեն էլ ավելի թանկ է, ինչը ես այդքան չէի տա։ Եթե Silayan կարծում եմ այս smart sailing միջին կոմպլեկտացիան լրիվ ինքն է։ Այս 32500 էր, եթե կվոտայից օգտվում ենք, մի 3500 մինուս արեք։ Մի խոսքով ինչպես տեսնում եք, կատարյալ է, բժական է, մինուսները տենց չնչին են, կոսմետիկ են։ Հա, մեկ է մի հատ մեծ պլյուս, Ժողովուրդ ջան, ուրեմն ստա մենք ունենք այսպես մի հատ բան, հեսա մի րոպե, հեսա։ Ահա, տեսեք։ Այսպես բան, իհարկե Silayan 06-ը չունի։ Այսպես ատամանկա է, բավական առաջ է գալիս, ու բավական հարմար դիրքով ենք նստում, էսի պլյուս էլի։ Ու պլյուս մենք ունենք ռեգուլյորովկաներ, որ կարողանանք այս հատվածն էլ իր մեջքի հատվածը փքվածությունը ղեկավարենք, մի խոսքով էլի լյուքսային էլիտար վիճակ հալալա Վոլգանգ ջան, ու ռուլը բայց դե մեխանիկորեն է կառավարվում, բայց էլի բավական վիլյետը բավական մեծ է։ Էսի էլի պլյուս։ Ու ոնց որ թե այսքանը ներսից ամենա ինտերիերի առումով երևի ամենաստացված, թե ինտերիերը թե էքստերիերի առումով ամենաստացված մեքենան եմ կարծիքով BYD-ի մոտ։ Ժողովուրդ ջան, ինչպես տեսնում եք, այս մաքսիմալ դուրս եկածած ատամանկայով ու մաքսիմալ իջեցված համարյա պարկած սպինկայով, այստեղ հանգիստ կարելի է քնել։ Ոնց վարորդին ստատեղի մեջ լինելս։ Ահա խնդրեմ տեսեք, ինքը կողքի մեր այս մեծ գրուզավիկը, այս կողքի փոքր գրուզավիկը, դիմացի մեքենաները մի խոսքով ինքը արդեն իր 12 կամերաների միջոցով իդեալական ամեն ինչ ճանաչում է, մարդ որ անցնի նորից կճանաչի, մի խոսքով այս պահը ուղղակի գերազանց է այս բյուջեի մեջ, կամերաների որակը ձեզ ցույց տալու համար, ահա խնդրեմ Մենի շատ որակով, չգիտեմ, ասֆալտի վրայի են միկրոսկոպիկ ճաքերով ամեն ինչ երևում է։ Ասենք հետևի կամերան, որ դնում ենք մի խոսքով գերազանց է, ասենք, չգիտեմ։ Ուղղակի գերազանց է։ Ու մեկ էլ խնդրում եմ տեսեք, ինչ կարգի որակյալ պատկեր է այս մեր պարկովիչնի էս պանթիկը, չգիտեմ անունը ոնց է։ Տեսեք, ես թափանցիկացրել եմ ու ինքը իդեալական երևում է ու հիմա մենք այնց ենք անում, որ ամեն ինչ նորմալ լինի։ Մի խոսքով այս կողքի պատի հատվածը ավտոից պատ տեսեք ինչ իդեալական երևում է։ Մի խոսքով 12 կամերան Ժողովուրդ ջան, ինչ որ պոնտ չի, շռայլություն չի, այլ անհրաժեշտություն է, որ դուք իդեալական միլիմետր առ միլիմետր հիմա այս մոտիկանան պատին, ասենք ինքը սկսելու է արդեն տեսեք միլիմետրներով ձեն հանի, ասի ինչքան մնաց, ինչքան չմնաց։ Մի խոսքով 12 կամերան անհրաժեշտություն է։ Հարկաժան հոնք չի ջան, ասենք մեկը абսուրդ է, Ժողովուրդ ջան, ոնց հիմա տեսնում եք, պետք է լինի գոնե 6 լավ, գոնե 6, բայց ոչ թե մի հատիկ, էլի մի հատիկը абսուրդ է։ Ժողովուրդ ջան, մեկ էլ բանը ձայնամեկուսացման պահով միջին է ձայնամեկուսացումը, չեմ կարող ասեմ, որ գերազանց է, բայց վատը չի, բայց ռուլյոշկեն շատ լավն է, ասենք ռուլյոշկեն ուղղակի գերազանց է, ինքը շատ իրան շատ ավելի լավ է պահում, քան թե UAN+, Song+, UAN-ը, մի խոսքով հետևի քաշակ ավտոն մի ուրիշ տիպի, մի ուրիշ լրիվ ուրիշ զգացողություններ է,
շատ ավելի high level-ի, շատ ավելի որակյալ, շատ ավելի կառավարելի, վստահ, դու ես ավտոյի վրա 100% վստահ ես, էլի։ Իսկ արժևի քաշակը վստահ չես, ասենք, ռեսկի գազած տալիս քիթ հելնում out։ Իսկ ես հետևի քաշակի մոտ տենց խնդիր չկա, հետևի քաշակը ճոճ համարյա չունի։ Մի խոսքով Ժորժ ջան, ինչպես միշտ ասել եմ, եթե էլեկտրոմոբիլ, հատկապես մեծ գաբարիտների, հələ յուան ափին հələ ինչ որտեղ ներելի է։ Բայց եթե մեծ գաբարիտների մեքենա, միանշանակորեն պետք է լինի հետևի քաշակ, շող։ Արժևի քաշակը, չգիտեմ, թույլ իմացությունն է իմ սուբյեկտիվ գնահատմամբ։ Ժորժ ջան, ինչպես համոզվեցիք կամ չհամոզվեցիք։ Ճաշակին ինքեր չկա, մարդկա այս ավտոն չի հավանում, բայց լիքը մարդ հավանում է ու իրոք այս մեքենան BYD ամենաստացված, ամենագեղեցիկ, թե ինտերիերի, թե էքստերիերի առումով, ամենակոմֆորտ, ամենահարմարավետ մեքենան է, մինչև կվոտան հաշվի առնելով $30,000 մեջ, մյուս տարի քանի որ Չինաստանում ավտոյի գները թանկանալու են, այդ 29,000-ը դառնալու եմ կարծիքով տենց մի 30-31։ Մի խոսքով նկատի ունեցեք, բայց 32,500 չինելու ավելի էժան։ Դա հաշվի առեք, մյուս տարի թանկանում են ասում գները ու հələ հասկանանք BYD կարում ենք առնենք թե չեն կարում, բայց դիպալ հաստատ կարում ենք Ժորժ ջան։ Հունվարին դիպալ ենք վաճառում, ինչեւ այս BYD հարցը որոշեն ոնց են անում, բայց հնարք կտնա հաստատ, այս Սի Ցզինպինը այնպես չի որ ցարի բոգնա ոնց ասած տենց է լինելու է, չէ։ Արդեն դիպալ կարանք ծախենք հունվարից, так что զանգեք, դիմեք Viber, WhatsApp։ Հեսա իմ դիպալներս բիրիքով ունեմ գործարենց պատվիրած, մազաներ ունեմ պատվիրած գործարենց։ Մի խոսքով հեսա ավտոներս որ հասնեն հունվար փետրվար լիքը ավտո է հասնելու, արդեն ավտովոզներով եմ ներկրում, ոչ թե հատիկով։ Սաղ կնկարեմ, կտուստամ Viber, WhatsApp, ամենաէժան գները իմ մոտ կամ էժաններից մեկը իմ մոտ համեցեք։ Ուրեմն, այս մեքենայի ամփոփումը, Ժորժ ջան, ինչպես տեսնում եք, իրոք շատ լավ մեքենա է, այն որ այդ $3,000, որ ինքը ավել է Սիլային 06-ից, եթե ունեք Ժորժ ջան, հաստատ արժի տալ։ Էսի այն դեպքն է, որ հաստատ արժի ավել տալ ունելով այս ամենը, այս կոմֆորտը, այս որակը, ինքը միանշանակորեն մի level բարձր է Սիլային 06-ից, բայց արդարության համն արդարության ասեմ, փափկությամբ ինքը զիջում է 06-ին, դա հաստատ։ То есть այն ավտոները լավը մեկ է ու իրան մրցակից է, որտեվ այնի շատ ավելի փափուկ է, որտեվ ադապտիվ է կախոցը, իսկ այս մեքենայի ադապտիվ կախոցը մենակ իր full կոմպլեկտացիայի մոտ է, intelligent, smart, որը որ արդեն ավելի թանկ է, դա արդեն տենց խորհուրդ չեմ տալիս։ Դա արդեն պլյուս ոչ թե 3000, այլ պլյուս 5000 Սիլայինի գնին 06-ի գնին խորհուրդ չեմ տալի։ Հիմա այս ավտոն ենք դիտարկում, հա, այսի 4-ը մի քիչ։ Տենց փափուկ չի, նորմալ փափկության է, այսինքն գեր փափուկ չի, էլի, то есть ինքնս Deepal 07-ի փափկության է, նորմալ փափկություն։ Բայց զիջում է Toyota-ին, Galaxy E5-ին փափկությամբ ու հաստատ զիջում է Սիլային 06-ին, որը որ արքան է փափկության, հիմա այսօրվա օրը առաջ տեղում է, ոնց էս իմ արած ռոլիկում համոզվեցինք, ինքը այդ առումով վերջնա փափուկ ավտոյի ուրիշ տիպի տոպից տոպ, այն պրոստը որ ասենք վաու։ Համենայն դեպս, էլի էսի նորմալ փափկության է, հիմա եթե դուք ընկած չեք այն ամենափափուկ ավտոների հետևից, ուրեմն Սիլային 07։ Ինքը շատ ավելի հզոր է նախ իր առավելությունը 313 ձի է Ժորժ ջան, այնի 245 էր։ Ու ասենք դա զգացվում է, այսի կայծակ է։ Ասենք գազը տալիս ստեփում է սիզելնիկին։ 06-ը տենց չէր։ Հետո դիզայնի առումով խնդիրներ չունի, շատ գեղեցիկ է։ Կանստը 06-ը հատկապես դիմացից, Արգաժան Վոլգանգ ջան։ Այդ 06-ը ռեստորան գոնե դզակ էլի ախորպես։ Գոնե դիմացի այդ անդուր այդ ֆարեկ այդ երկաթից կտորով բաժանած ասենք այդ տապորական լուծումը ով է դա արել, մա տուգան եք սաղին տա։ Ոնց կարելի էր էլի ասենք Վոլգանգ ջան, լավ թեմա շեղվեցինք։ Ուրեմն, այս ավտոյի մինուսներից Ժորժ ջան, դե պլյուսից արդեն իմացաք։ Սա ասացի պլյուսերը գժականա բոմբատոպա, երևի էլի ամենաքիչ մինուս ունեցող, ամենաշատ պլյուս ունեցող ավտոնա, այս գնի մեջ համարյա թմրցակես չունի կարելի ասել էլի, կամ եթե ունի ինչ որ Avatar 07-ի այն ամենաներքևի կոմպլեկտացիան, որ այս գնի մեջ տեղավորվի, մի խոսքով ինքը շատ լավ մեքենա է, հաստատ իր մրցակիցներին չի զիջում, իսկ Tesla Model Y-ին ցբխում է պատերով այդ ավտոն մի առեք, եթե կա Սիլային 07, դրանցավ տանեմ։ Ուղղակի անհամեմատելու ասենք էլի, այնի լրիվ տախտակ առանց կոմֆորտի ամեն ինչից զուրկ տուպա ասենք, չգիտեմ, 4 հակի վրա ավտո է ասենք, իսկ էսի ասենք, ոնց դուք տեսնում եք, մի հատ, չգիտեմ, տիեզերքա, բոմբա տոպա, վերջնա, կարաք ստե ապրեք, քնեք, Տեսլայի մեջ չեք կարող ապրեք ու քնեք, էլի, ասենք, եթե ասենք թույլատվություն ասենք, խեն մարդիկ այդ Տեսլան առնում զարմանում։ Մի խոսքով, ճաշակին ինգեր չկա, չնեղանակ վայորդներ ջան Տեսլաների, բայց ձեր ավտոն հաստատ զիջում է այս ավտոին 100% եմ ասում ձեզ, ասենք, հատկապես ինտերիերով։ Հա, կարող է, հա, մեկ էլ մի հատ մեծ պլյուս, որ այս ավտոն դիմացը էլի արդեն Տեսլայի պես երկլծականի կախոցը, այլ ոչ թե Մակֆերսոն է։
այսի արդեն էլի մի հատ մեծ պլյուս այս ավտոին, որտեվ 0.6-ի մոտ ես սխալվել էի, ինձ մեկը Mac version-ը երկրիցականի չի։ Բայց դա արդեն երկրիցականի է, ոնց որ պետք է լինի, շատ ավելի ձիգ ու սրընթաց ու ավելի փափուկ երթևեկություն ապահովում այդ կաղախոցը դիմացի հատվածի համար։ Մի խոսքով իր հատկություններից, պլյուսներից այդքանը։ Մինուսներից, եթե ամփոփենք ժողովուրդ ջան, երևի ամենամեծ մինուսը է, որ այդ փափկությունը տենց փափուկ մեքենա չի, միջին փափկության է։ Zipal 07-ին հավասար մոտավորապես, նորմալ փափկության, փափուկ տենց սուպեր փափուկ ավտո չի, բայց չորել չի։ Tesla չի էլի ասենք, Tesla-ից հաստատ փափուկ է։ Մյուս մինուսը, որ ակնոցների չունենք ակնոցների պահոց, նույն մաննմուները, բայց դա։ Այստեղ էս մերս ռեալնի լակնա, այս ղեկավարման ինչ էլի մինուս է։ Դե հետևի բագաժնիկը, որ պլաստմասա է, դա մի քիչ արդեն ամոթ Մետի աչք մտնող մինուսը այս դնի մեջ, արգազան վանչու անֆուջան, որտեվ ասենք էսի արդեն high level լյուքսային ավտո է, էլի, ստե կարար բագաժնիկը երկաթից լներ։ Հա հասկացանք Սիլիան 06-ի մոտ պլաստմաս եք դրել, ինքը բյուջետային է, չնայած ես լիքը մարդ գիտեմ, նու լիքը մարդ չէ, ամենից կոնկրետ մարդ գիտեմ, որ կոնկրետ այդ բագաժնիկը պլաստմաս լինելու պատճառով այդ ավտոն չառավ։ Չկառներ։ Այսինքն պրոմոխա էլի, ասենք ինչ նշանակում բագաժնիկը full պլաստմասից հետևի մասը էլի, ասենք հələ ասենք հայտարարություն է։ Մի խոսքով Հուսամ ռեսթայլում կդզեք, որտեվ այս ավտոյի ռեսթայլը Ժողովյան մյուս տարի դուրս է գալու, այդ ժամանակ այս ավտոն կդառնա փափուկ արդեն իսկ, կունենա սառնարան, հա, որտեվ հիմա ինքը սառնարան չունի, այդ մի հատ մինուս մոռացել եմ ասել, սառնարան չունի, բայց ռեսթայլում հաստատ կունենա։ Թե ադապտիվ կախոս, թե սառնարան, հուսանք բագաժնիկը հետևի երկաթից կլինի հարգաժան Վանջան, ասենք, խիեք դրա վրա տնտեսում էլի, լավ ասենք, ձեր տունը շինվի, ասենք, որ դառնա հիմա, 22 թիվն է, ասենք, ինչ աշնակում պլաստմասից բագաժնիկ։ Բա եկան մտան մեջը, ասենք, սենց պիտի սենց սբղվի բանը փոխենք, հա, ասենք, չենք կարա սարքենք։ Ժորժ ջան, մի խոսքով, իմ կարծիքով մեքենային ամբողջական ծանոթացաք, ձեր համար ձեր վիվդները արեցիք։ Կգնեք Tesla թե Silian 07 իհարկե որոշում եք դուք, բայց եթե հարցնեք ինձ, ես Tesla Model Y ոչ մի տիպի խորհուրդ չեմ տա գնամ, հատկապես խփած քշած Ամերիկայից բերած, դա вообще абսուրդ է։ Ասենք լավ գոնե նոր է, էլի, եթե առնում եք գոնե նոր է, բայց այդ նորը թանկ է։ Ասենք $30,000 չի էլի ավել է, կարծեմ 40 ամն ասել ձեր վրա, եթե ոչ ավել։ Մի խոսքով դուք որոշեք, այսքանը խնդրեմ յանակին TikTok-ին, այնտեղ ես լիքը բան այնտեղ եմ ներբեռնում, այստեղ չեմ ներբեռնում, դրա համար կարևոր է որ այնտեղ եմ յանակ։ Խնդրում եմ դիտեք այս հոլովակը, շարունակությունը ընթացքի մեջ է, Ժողովուրդ ջան, ես հետևողական եմ լինելու ու իրանք պատասխան տալու են իրանք արածի համար, հանրայինորեն, չեն մարսելու այն ինչ որ իրանք արել են։ Ու շուտով փաստերով ես կապացուցեմ, որ Electromobile.am-ը քցող չի որոշեք ինքներդ։ Որակումներ չտամ։ Համենայն դեպս շարունակությունը մյուս տարի կլինի, հունվարի մեջ կլինի։ Այսօր այսքանը, եթե այս բանը ընտրում եք կամ ճաշում եք, ապա ծունի յոկը խաղուիկը կհանդիպենք։